Փաստ օրաթերթը գրում է. նախորդին հայտնի դարձավ, որ մի քանի երկրում գործող իրավապաշտպան խմբերն հայտարարություն են տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ։ Հիշեցնենք, որ ԶՊՄԿ-ն դատական հայց է ներկայացրել տարեսկզբին գործադուլ իրականացրած անձանց դեմ, պահանջելով շուրջ 5 միլիարդ դրամի փոխհատուցում։ Հիմնավորումը հետևյալն է. կոմբինատի աշխատանքի խաթարում, ներքին ենթակառուցվածքների ապօրինի արգելափակում եւ այլն։ Անդրադառնալով նշյալ իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությանը, փաստի հետ զրույցում ԶՊՄԿ մամուլի եւ հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արայիկ Մարգարյանը նշեց. այդ հայտարարությունը նախ եւ առաջ հայ հասարակությանը կասկածների ու ենթադրությունների տեղիք պետք է տա, թեև ինձ համար այն շատ օրինաչափ է։ Մեկ օրինակով բացատրեմ, թե ինչու։ Արդյոք տարօրինակ չեք համարում, որ Հայաստանում գործող ընկերության Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ հայտարարություն են անում աֆրիկյան եւ ասիական երկրներից ինչ-որ տարօրինակ հասարակական կազմակերպություններ։ Տեսեք, աշխարհի բոլոր հոգսերը թողած 25 հասարակական կազմակերպություն, հիմնականում այնպիսի երկրներից, որտեղ հաճախ մարդիկ աշխատում են բնամթերքի դիմաց, մի հսկայածավալ հայտարարություն են տարածում Հայաստանում շուրջ $1000 աշխատավարձ ստացող ընդամենը 8 աշխատակցի աշխատանքից ազատելու կապակցությամբ։ Պետք է նկատել նաև, որ ԶՊՄԿ-ն երկար ժամանակ թիրախավորվում է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի այսպես կոչված բնապահպաններն ասում են Հայաստանի հանքարդյունաբերությունը վնասում է իրենց բնությանը, եւ այստեղ էլ պետք է նկատել եւ ասել, որ ադրբեջանցի այսպես կոչված բնապահպանները, որոնք ֆինանսավորվում են այդ թշնամական պետության կողմից, հիմնականում օգտվում են Հայաստանի այսպես կոչված բնապահպանների հրապարակած նյութերից, զեկույցներից եւ աշխարհին ցույց են տալիս, ասում են, տեսեք, մենք չենք ասում, որ Հայաստանը թունավորում է Ադրբեջանի բնությունը, ահա Հայաստանում գործող բնապահպանական կազմակերպություններն են ասում։